Բարև ձեզ բոլորին, բարև ձեզ պարոն Կարապետյան, ես Շիրակի մարզից եմ, նաև ուզում եմ նշել, որ Շիրակի թեմից եմ, ու իմ առաջի հարցը, որը ինձ համար ամենակարևորն է, դա վերաբերվում է եկեղեցուն, այսինքն ձեր երկրի ղեկավարությունը արդեն ստանձնելուց հետո, մեր հոգևոր դասը եւ մեր եկեղեցին ինչ անվտանգության ծրագրեր են ունենալու։ Առաջին հերթին ուզում եմ ասեմ, որ ձեր թեմի առաջնորդը երևի հայ ազգի ամենալավագույն մարդկանցից մեկն է, ամենահամարձակ, ամենահամառ, որ այս բոլոր ապօրինությունների դեմ պայքարեց եւ վստահ եղեք, շատ շուտով ինքը կհաղթի այս խարանը, որ փաթաթեցին մեր ազգի թե վզին, թե գլխին, մենք շատ արագ, շատ շուտով այդ ամենից հրաժարվելու ենք, մեր եկեղեցին ունենալու է իր տեղն ու դերը մեր ժողովրդի կյանքում, այն տեղն ու դերը, որին ինքը արժանի է։ Իսկ իրոք մենք հիշում ենք, որ մենք առաջի քրիստոնյա ազգն ենք, մենք դրանով հպարտանալու ենք ամբողջ աշխարհում, դուք շատ շուտով դա կզգաք, ամբողջ աշխարհը դա նորից կլսի, կիմանա եւ եկեղեցին ունենալու է շատ լուրջ դեր մեր ժողովրդի կյանքում։ Շիրակի մարզը իրոք ու կոնկրետ ես կարող եմ ասել Գյումրի քաղաքը երևի Հայաստանի ամենակոլորիտով քաղաքն է, ամենաունիկալ քաղաքն է, բայց ցավոք ամենաաղքատ մարզն է, ինձ թվում է քաղաքն էլ ամենաաղքատ քաղաքներից մեկն է, ինչը որ իրոք նորից ասեմ ամոթ է մեր իշխանությունների համար, որ բացարձակապես նշանակություն չեն տալիս իրենց արժեքներին։ Գյումրին ես համարում եմ ամենաարժեքավոր քաղաքներից մեկը Հայաստանի։ Ինչ են տալու, Գյումրին մշտապես տվել է լավագույն զավակներին, ուզում եմ հիշեցնեմ բոլորի կողմից սիրված Ֆրունզիկ Մկրտչյանին, ուզում եմ հիշեցնեմ աշխարհահռչակ սպորտսմենների, որոնք թե անցյալում, թե այսօր լավագույն ձևով ներկայացնում են թե մեր երկիրը, թե մեր ժողովրդին։ Դրա համար եթե իրենք այդ տեմպը պահեն, ինձ թվում է շատ գնահատված կլինեն։ Շնորհակալություն։ Իրինա Բալդացյան, մասնակցությամբ քաղաքագետ, ամերիկյան համալսարանի շրջանավարտ, շուտով նաև մի քանի ամսից Վաշինգտոնի ամերիկյան համալսարանի ուսանող, խոսեցիք կրթության կարևորության մասին, ես նույնպես համաձայն եմ ձեզ հետ եւ շատ կարևորում եմ, որ երիտասարդները անկախ նրանից ինչ հնարավորություններ ունենան գալիք տարիներին պոտենցիալը կոնսոլիդացնեն մեր երկրում Հայաստանի զարգացման համար։ Հարցս վերաբերվում է արտաքին քաղաքականությանը Հայաստանի, մասնավորապես ճգնաժամին, ռեպուտացիոն ճգնաժամին, որը որ այս պահին մեր երկիրը ունի, ինչպես եք պատկերացնում այդ ռեպուտացիոն ճգնաժամի հաղթահարումը եւ նաեւ մասնավորապես Արցախահայություն, Հայաստան եւ Սփյուռք եռամիասնության վերականգնումը եւ ինչ քայլերով եք պատկերացնում այդ ռեպուտացիոն ճգնաժամը հաղթահարելը։ Շնորհակալություն։ Որ օրը ինձ փոխեցինք Փաշինյանով, նույն օրը ռեպուտացիոն ճգնաժամը հաղթահարվելու է, որովհետև բոլոր տարիներին ամեն ինչ արվել է, որ մեր երկիրը լինի խայտառակված, ժողովուրդը նվաստացած, ինչին հասել ենք այսօր։ Դրա համար մեր փոփոխությունից հետո առաջի հերթին մեր առաջի քայլերը ուղղված են լինելու մեր պետության, մեր երկրի, ձեր ասած ռեպուտացիայի վերականգնելը։ Խաբկանքներով հարաբերություն ստեղծելու պահելը անհնար է։ Միայն վստահելիություն բոլորի կողմից։ Դա բերի ռեպուտացիո փոփոխություն։ Ես չգիտեմ, դուք հետևել եք նույնիսկ իմ բանտի հայտարարություններին,
Ես դա միշտ գլխավորել եմ։ Մենք պետք է Հայաստանը դարձնենք բոլոր 10 միլիոն հայերի տունը։ Բացարձակ նշանակություն չունի այդ հայը ապրում է Մոզամբիկում, Ամերիկայում, Ռուսաստանում, բոլոր հայերը պետք է զգան, որ իրենք տուն ունեն։ Այդ դեպքում հայ մարդը ուժեղ կլինի թե Սփյուռքում, թե Հայաստանում, թե Արցախի հայերը իրենց լավ կզգան Հայաստանում, որովհետև այսօր դուք բոլորը տեսնում եք, բացարձակապես քանդված է այդ հարաբերությունը։ Սփյուռքը Հայաստանի կյանքում գոյություն չունի։ Սփյուռքը Հայաստանում ներկայացվում է որպես թշնամական ուժ։ Այս սրանով ենք մենք կորցնում։ Սա էլ նույնպես դրսի ուժերի ազդեցության հետևանք է, որովհետև միայն այդ ձևով կարողացան հաղթանակ տանել Արցախում, որովհետև Սփյուռքը կաշկանդված էր իր օգնություններում, թողեցին Արցախը միայնակ այդ ուժերի դեմ եւ մենք կրեցինք պարտություն։ Միայն միասնության մեջ է ուժը։ Շնորհակալություն։ Ողջունում եմ բոլորին, ողջույն պարոն Կարապետյան, սիրելի երիտասարդներ։ Ես Կարապետյան Իսկուհին եմ, սովորում եմ Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, ապագա սրտաբան եմ։ Ամեն օր առնչություն եմ ունենում երիտասարդների հետ, խոսում եմ հենց այն խնդիրների մասին, թե ինչու իրանք ներգրավված չեն ներկայիս մեր շարժմանը եւ այլն, ու ստանում եմ հետեւյալ պատասխանը՝ ունեն վախ ապագայի հետ կապված անվստահության ինչ-որ քող կա, հա, բոլորի վրա։ Ինչ եք կարծում, որոնք պետք է լինեն մեր հստակ գործողությունները, որպեսզի փոխենք երիտասարդների մոտ հետեւյալ մտածողությունը եւ իշխանության գալուց հետո որոնք է լինելու ձեր հիմնական գործողությունները, որպես այդպիսին, որ երիտասարդները համոզվեն, որ իրենք ճիշտ ընտրություն են կատարել։ Դուք առաջերտին պետք է փոխեք Փաշինյանին։ Մենք բոլորս ուզում ենք փոխենք Փաշինյանին։ Դրանից հետո ինձ թվում է շատ ավելի հեշտ է լինելու մտածել բոլոր այլ հարցերի մասին, քանի որ այս լճացումը, որ ինքը ապահովել է ոչ միայն մեր երիտասարդների գլխի մեջ, այլ ժողովրդի մոտավորապես 25%-ը այսօր մոլորված վիճակում է, այ դուք դա պետք է փոխեք։ Դուք պետք է համառորեն խոսեք, համառորեն պայքարեք, որովհետև առանց դրա, առանց ձեր պայքարի, նորից եմ ասում, մեզ շատ դժվար է լինելու։ Պետք է առաջի քայլը միասին անենք։ Երկրորդ քայլի մասին չկասկածեք։ Ես միշտ եղել եմ իմ խոսքի տերը, հիմա էլ վստահեցնում եմ, որ շատ ավելի հեշտ է լինելու հաջորդ քայլերը։ Շնորհակալություն եւ նաեւ այսպիսի մի հարց եմ ուզում ձեզ ուղղել, եթե Հայաստանը դիտարկենք որպես օրգան համակարգ ամբողջովին, ամենախոցելի օրգանը եւ ամենավիրավորված օրգանը որն է այսօր ըստ ձեզ։ Հայ ժողովուրդը բոլորին գցել են ապաթիայի մեջ, մարդիկ ոչ մի բան չեն հասկանում, ընդամենը առավոտից իրիկուն իրենց ստերով կերակրում են, մարդիկ ռեալ մոլորված են։ Մարդիկ չեն պատկերացնում իրենց վաղվա օրը, չեն պատկերացնում, որ վաղը մենք Հայաստան չենք ունենալու։ Իրենք ամեն մեկը փորձում է իր այսօրվա խնդիրը լուծել։ Բայց մենք ազգ ենք, որ պետք է նայենք ապագային, բայց ապագային ավելի շուտ դուք պետք է նայեք։ Շնորհակալություն շատ։